ու սկզբում Ռուսաստանը ոնց որ ասում էր խնդիր չկա, գնացեք ինչ ուզում եք խոսացեք, շնչից ինձ թվում է դա նրա համար էր, որ նրանք գիտեին, որ եթե պետք լինի կարող են ստոպ տան այդ ամեն ինչին։ Ու Հայաստանի ժամանակվա կառավարություններ ենթադրում են, որ գնում էին Մոսկվա, ասում էին դե թողեք գրանտ ստանանք, փող ենք բերում Եվրամիությունից, թողեք փող աշխատենք, մեկը դուք չեք տալի, գոնե մենք Եվրամիությունից փող բերենք, բայց ամեն դեպքում հենց դուք ասեք, մենք ստոպ կտանք այդ ամեն ինչին։ Հետո 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ասեցին ստոպ տվեք, Սերժ Սարգսյանը ստոպ տվեց, հա, եւ դրանից հետո ինչ եղավ, հա, այսինքն ըստ էության Հայաստանը ասաց, այո, հարգելի Ռուսաստան, քանի որ դու չես ուզում, որ ես Եվրոպայի հետ ինչ որ բանակցություններ վարեմ, մենք ընդհատում ենք այս ամբողջ process-ը։ Եվ դրա դիմաց ինչ ստացավ Հայաստանը, ոչ մի բան։